Ողջույն սիրելիներս, մեր այսօրվա օրն էլ այսպես է սկսվում։ Երեկ երեկոյան հավաքել ենք բազմաթիվ քանակությամբ, ինչպես արդեն տեսնում եք, խաղողի տերևներ եւ որոշել եմ այն պահածոյացնել, որպեսզի աշնանը, ձմռանը, ինչու՞ չէ նաեւ գարնանը կարողանանք փաթաթենք ավանդական հայկական տոլման։ Ես օրինակ ընտրել եմ միջին չափի տերևներ, որովհետեւ այդպես ավելի եմ հավանում, ուշադրություն ենք դարձնում, որ տերևները վնասված չլինեն։ Ինչպես արդեն տեսնում եք, բոլորը այս հատվածը արդեն հեռացված է, ինչպես արդեն նշեցի, տերևները ես հավաքել եմ երեկոյան լվացել եւ այդպես թողել եմ, իսկ այսօր արդեն որոշել եմ պահածոյացնել։ Կարող եք, երբ տերևները հավաքում եք, հավաքել այսպես, հետո արդեն հեռացնել այս պոչի հատվածը, կամ միանգամից կարող եք հավաքելու ընթացքում այսպես հավաքել եւ այլևս կտրելու կարիք չի լինի։ Դե ինչ, հիմա պահածոյացնում եմ եւ ձեզ էլ առաջարկում եմ հետեւեք եւ ինչու՞ չէ նաեւ դուք էլ հիմա իսկական ժամանակն է պահածոյացնեք, որպեսզի ձմռանը վայելեք։ Բոլոր վնասված, չորացած եւ ոչ պիտանի տերևները հեռացնելուց հետո մնում են մեզ փափուկ տերևները, որոնք այսպես վերցնում եւ 10-ական հատով դնում եմ իրար հետ։ Այսպես մեջտեղից ծալում։ Այնուհետև վերցնում արդեն նախորոք լվացած, ստերիլիզացված բանկան, տարան, որի տարողությունը կարող եք վերցնել նաև կես լիտրանոց, 1 լիտրանոց, դա այդքան էլ էական չէ, որը ձեզ հարմար է, այսպես վերցնում ենք, այսպես եւս մեկ անգամ մեջտեղից ծալում եւ այնուհետև տեղափոխում ենք բանկայի մեջ եւ դասավորում։ Իսկ վերջին շերտը այսպես ենք դնում, որպեսզի ավելի կոկիկ լինի։ Ահա եւ վերջ, արդյունքում ստացվեց 450 միլիգրամանոց բանկայով խաղողի տերևներ, որոնցից յուրաքանչյուրում կա 50 տերև։ Հիմա փակում եմ այսպես, այստեղ աղ, ջուր ոչինչ չենք ավելացնում, ուղղակի հենց այսպես փակում եմ, այնուհետև տեղափոխում եմ կաթսայի մեջ։ Ավելացնում սառը ջուր, այնուհետև դնում եմ եռալու, հենց սկսում է եռալուց հետո մոտավորապես 10 րոպե հենց այդպես երբում է, վերցնում եմ եւ արդեն փակում ենք եւ վերջ։